Բարև ձեզ ընկերներ, այսօր մենք կխոսենք շատ հետաքրքիր արտադրանքի մասին։ Այս արտադրանքը ունի իր պատմությունը, հասինամյա պատմություն։ Այդ ժամանակահատվածում նա ձեռք է բերել բազմաթիվ գոհ և երախտապարտ հաճախորդներ։ Շատերի համար այն դարձել է սննդամթերք, որը նրանք միշտ իրենց հետ են բերում տուն, աշխատանքի ճանապարհորդության, սննդամթերք, որն օգտակար է կյանքի շատ ոլորտներում։ Պրոդուկտի, რომელიც ცხოვრების ցալյան ბევր սփերոշի ბევրի կուտխիտ կամոդգება խոլում է։ Հետաքրքիր է, որ շատ մարդիկ շատ լավ արդյունքներ են ունեցել և ունեն առողջության ոլորտներում։ Այժմ, երբ մենք ստացել ենք այն ավելի հարստացված ձևով, որը մենք այդքան երկար սպասել ենք, և շուրջը շատ շփոթություն է, եկեք փորձենք պարզել, թե ինչն է այս արտադրանքը այդքան հայտնի դարձրել, թե ինչու էր և ունի այդքան լավ արդյունքներ, և ինչ պետք է ակնկալենք ավելի հարստացված բանաձևից։ Riscalze muy poco product ma seti popularoba na tom kondada აქვს ასეთი კარგი შედეგები და რას უნდა ველოდოთ უფრო გამდიდრებული ფორმულის სახით. Արտադրանքի անվանումը Arisbao Plus։ Թիթոն դասախը Անունը ցույց է տալիս, որ դրա հիմքում գտնվում են բաբաբի ծառի պտուղները։ არის Baobab յուրահատուկ երևույթ է բազմաթիվ բնութագրերով և բազմաթիվ անուններով։ մոլենա Ես ընտրել եմ այն որպես կյանքի ծառ, որը շատ երկար է ապրում, կյանքի տևողությունը 1000 տարի է։ Այն շատ դիմացկուն է կյանքի վատ պայմաններին, այն դիմացկուն է չորության, ուստի չի այրում։ Այն ունի այսպիսի առանձնահատուկ պտուղ և Ռոբեբիս թվասազրիսիտ գვალվաս ուծլებს და ასე შემდეგ არ იწვის ესეთი ნაყოფის განსაკუთრებული აქვს და Այն օգտագործվում է շատ առումներով։ საშუალო დიდი იზრდება Այն շատ մեծ է։ დიდი რომ Այն այնքան մեծանում է, որ գտնվում է իր խոռոչի ներսում և երբեմն տրամագիծը կազմում է ինտ եղուրց և հասնում է մետր։ սաղწევს Դա նկարագրված չէ։ აღწერილი არის Բար ռեստորան, հյուրանոց, ավտոբուսային կանգառ։ სასტუმრო ავტობუსის გაჩერება აი ესეთი დიდი ესეთი ადგილი უკავია ამ ხეს 30 Ընկերներս այս ծառի գիտական ուսումնասիրությունը տևել է 50 տարի, և երբ այն ավարտվեց, այդ գործընթացը ավարտվեց նրանով, որ այն կոչվեց պտուղի նոր թագավորը, քանի որ այն շատ հարուստ է իր բաղայտ դուք կտեսնեք, որ ասենք այն պարունակում է մի քանի անգամ ավելի շատ կալցիում։ Մի քանի անգամ ավելի շատ կալցիում, քան կաթն է մի քանի անգամ ավելի շատ երկաթ, քան խնձորները և այլն, և այլն, և այլն, ընդհանուր առմամբ գրեթե հեսու մասատով լիովին մանաթելից այն շատ հարուստ է։ საერთოდ թლიანად 50% თითქმის ბოჭკოებით არის ეს ძალიან დიდი სიმდიდრეა. მაგრამ Բայց պտուղի թագավորը, որը նախկինում կոչվում էր ասայ, ավելի շատ կոչվում է պտուղի թագավոր, ոչ միայն այն պատճառով, որ այսպես կոչված հակաօքսիդատիվ կարողությունները մի քանի անգամ այլև շատ ավելի բարձր են, քան ամենաուժեղ հակաօքսիդատիվ բույսերը, ինչպիսիք են գոժին, մորուքը և այլն։ ესეთ სცენარեებს როგორც Օրինակ, այս թվերի մակարդակի վրա, ասենք, եթե դրանք հավասար են հասորասոնհինդ, հաբուսոմհինդ, խարոմհինդ, այս մակարդակի վրա այսպես կոչված օրակի գործակիցը 1000 ճարանը պատկանում է բաոբաբին։ ამიტომაც Հետևաբար, այս պահը, որը կոչվում է հակաօքսիդանային պաշտպանություն, ամենակարևորն է և հենց այդ պահից պետք է սկսենք բնութագրել այս արտադրանքը և յաթება და თან შემատ Եկեք աստիճանաբար հետևենք բաղադրիչին, քանի որ այս արտադրանքը ոչ միայն բաբուբի պտուղն է, այլև շատ հետաքրքիր բանաձև, շատ հավասարակշռված բանաձև, որը դարձել է ավելի կատարյալ։ ახლა Այժմ դուք գիտեք, եկեք հետևենք գործառույթներին, այստեղ կան դրական կետեր և դա դեռ ավելին է։ შემადგენლობასაც მე შევეხო Եթե հիվանդությունը արագացնում է կամ դանդաղեցնում է ծերացումը, აუცილებელი რამ ორგანიზმისთვის როდესაც ხდება მავნე ზეგავლენის ასეთი აგრესიული მოლეკულებისაგან ჩვენი უჯრედების, ჩვენი ქსოვილების დაცვა და მთლიანობაში ამაზეა დამყარებული, რამდენად შენარჩუნებულია ჯანმრთელობა, რამდენად დაცული ვართ ამა თუ იმ დაავადებისაგან, რამდენად ჩქარდება თუ ნელდება დაბერების პროცესი. Պրոցես ինչպես ենք մենք պահպանում այս կամ այն գործառույթը և այլն։ Ինչպես արդեն ասացի, բաբաբը շատ հզոր հակաօքսիդանտ է, բայց այս արտադրանքը ունի երկու շատ կարևոր բաղադրիչ։
am produktchi es არის Այն ունի շատ լայն բուժիչ ազդեցություն եւ հարուստ բաղադրիչ։ ძალიან ფართო Այս հզոր հակաօքսիդանային ուժը, որը պաշտպանում է օրգանիզմը։ შემადგენლობის თვალსაზრისით და აცეროლა კიდე ყველაზე ესეთი მდიდარი მცენარე არის C ვიტამინით, ბუნებრივი C ვიტამინით. შესაბამისად, აი ეს კომბინაცია ბაობაბის ნაყოფი, შტოში და აცეროლა ქმნის საოცარ ესეთი მძლავრ ანტიოქსიდანტურ ესეთ ძალას, რომელიც იცავს օրგანიზმს, მის უჯრედებს. Բջիջները դրանց հյուսվածքները վնասակար ազդեցություններից ազատվում են եւ թույլ են տալիս մեր օրգանիզմին առողջորեն գործել, մեր գործառույթները ճիշտ մակարդակում են։ Garda am dacvisa Բացի այդ, ընկերներս, անհրաժեշտ է ապահովել օրգանիզմը անհրաժեշտ բաղադրիչներով, վիտամիններով, մանրելետներով, մակրելետներով, ամինաթթուներով եւ այլն, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի նորմալ գործունեության համար։ აუცილებელია მისი ნორმალური ფუნქციონირებისათვის. ამ ხრივაც ბაოპლიუსი არის ძალიან მდიდარი, ხო? და შეიძლება ითქვას, რომ ძალიან ბევრი ინგრედიენტით არის უზრუნველყოფილი ჩვენი օրგანიზმი. ამ ხრივ Մյուս կողմից մանրաթելները շատ մեծ են։ სახის ბოჭკო არის. Այս 5 տեսակի մանրաթելները բարեկամական են։ Ցალკე სალაპარაკო Սա առանձին թեմա է, բայց կարճ ժամանակով կխոսենք դրա մասին։ օրգանიზმის Այս բնական մանրաթելները շատ անհրաժեշտ են օրգանիզմի համար։ წყალში ხსნა Գոյություն ունեն ինչպես ջրի մեջ լուծելի, այնպես էլ անլուծելի բնական մանրաթելներ։ Բաոբան ունի առանձին մանրաթել։ Ինուլինը կա նաև քաչարչի ինուլինում եւ ինուլինը նույնպես նման մանրաթելա է։ ֆրուկտոօլի Ֆուկտոօլիգոսակարիդները խնձորի եւ սիտրուսի առանձին մանրաթելներ են, որոնք պեկտիններ են եւ այլ, արդյունքում արտադրանքը շատ հարուստ է այս առումով։ საბოლოო ჯამში Ինչպես արդեն ասացի, բաբոբի պտուղը հետսմոսոտով բաղկացած է մանրաթելներից, իսկ հետսմոսոտից էցորչոտը կազմված է ջրային լուծելի մանրաթելներից, իսկ մնացած մասը անալուծելի է։ Դա շատ օգտակար է։ ეს ძალიან სასარგებლოა. Օրգանիզմն ապահովված է այդ բաղադրիչներով։ ბაობაბი ძალიან მდიდარი არის კალციუმით, კალიუმით, მაგნიუმით, რკინით. და როდესაც უზრუნველყოფილია ორგანიზმი აი ესეთი ინგრედიენტებით, რა, ერთ რამე შევეხები, აი მაგალითად ენერგია. ენერგია, რომელიც აუცილებელია კი ანტიოქსიდანტური დაცვა არის, მაგრამ Պաշտպանությունը կա, բայց գործառույթները պետք է կատարվեն։ Բջիջը պետք է գործի, հյուսվածքը, օրգանիզմը, ամբողջ համակարգը, ամբողջ օրգանիզմը, ամբողջ օրգանիզմը, ոչ եւ դա բոլոր համարսել եւ այլն։ Իսկ մեր բջիջներում կան միտոկոնդրիաներ, ესეთი მიტოქ մեր էլեկտրակայաններ, գեներատորներ, որոնք արտադրում են էներգիա եւ դա կալցիում է, որը ապահովում է այդ էներգիայի լավ արտադրությունը, բայց գիտեք ինչ է կատարվում ընկերներ։ ცით რა შეასაქმე მეგობრებო? Սա բանաձև է եւ գիտնականները նշում են, որ բանաձևը այնքան գեղեցիկ է ստեղծվել, որ դեղաչափը չափազանց բարձր չէ։ Օրինակ կալցիում, կալիում եւ მაღალი არ არის აი ამ თქვათ კალციუმის, კალიუმის და մագնիս, բայց բնական ձևով։ ბუნებრივი სახით. Բնական բաղադրիչները շատ ավելի արդյունավետ են եւ հավասարակշռված, նրանք շատ լավ են աշխատում საქმეს ძალიან եւ դա վերաբերում է նաեւ սննդի պատմությանը, որպեսզի օրգանիզմը ոչ միայն անհրաժեշտ նյութերով, այս առումով այս արտադրանքի բանաձևը շատ լավ ապահովված է եւ դա նույնիսկ թույլ է մեր տալիս տարբեր համակարգերին աշխատել էներգետիկ։ საშუალებას იძლევა, რომ ჩვენი სხვადასხვა სისტემა მუშაობდეს ენერგიულად. ახლა მივადგა Այժմ մենք մոտենում ենք մի շատ կարևոր հարցին եւ մենք կրկին պետք է խոսենք մանրաթելների մասին։ რაც გადის დრო, Ժամանակի ընթացքում ավելի ու ավելի գիտական եզրակացություններ են արվում այն մասին, որ բջիջների մեջ օգտակար բջիջներ կամ օգտակար բակտերիաներ չափազանց կարևոր դեր են խաղում։ კონკრეტულად დიდ როლს თამაშობენ. Բացի այդ, դրանց թիվը այնքան էլ մեծ չէ, այնքան մեծ է, որ գերազանցում է մարդկային սարքերը։ იმდენად დიდია რაოდენობა, ისე აღემატებიან თვითონ ადამიანის უჯრედებს ეს ბაქტერიების რაოდენობა და გენების რაოდენობაც ისე აღემატება, ესე იგი ჩვენი უჯრედებში არსებული გენების რაოდენობას, რომ მეცნიერები კიდევ კითხვას სვამენ, ვინ არის მასპინძელი ასეთ შემთხვევაში. სულ უფრო და უფრო Ավելի ու ավելի շատ ապացույցներ կան, որ աղիների մեջ գտնվող այսպես կոչված միկրոբիոմը ներգրավված է բազմաթիվ գործընթացներում, ինչպիսիք են նյութերի արտադրությունը, տարբեր համակարգերի աշխատանքը եւ այլն։ ეს იქნება სხვა Սկզբում եկեք մի փոքր պարզ մանրամասներ անենք մեր բակտերիաների ֆլորան կարգավորելու համար։ შემდეგ. Նաև անհրաժեշտ է հավասարակշռություն։ შევეხოთ.
Գիտեք, կան օգտակար բակտերիաներ եւ կան պոտենցիալ վնասակար բակտերիաներ։ Եթե դրանց միջև ճիշտ հարաբերակցություն կա, լավ է, բայց არის სასარგებლო ბაქტერიები და არსებობს პოტენციურად მავნე. თუ არის მათ შორის სწორი პროპორცია, ყველაფერი რიგზეა, მაგრამ არასწორი չար սնունդը եւ ոչ առողջ ապրելակերպը երբեմն խախտում են այդ հարաբերակցությունները եւ այդ ժամանակ սկսվում է անհավասարակշռությունը։ Օրինակ, մենք ունենք բակտերոիդետես ֆիրմիկուց եւ մենք պետք է հավասարակշռենք դրանց միջև։ აი მაგათ შორის Այս հավասարակշռությունը խախտելու դեպքում շատ մեծ ռիսկ կա տարբեր հիվանդությունների առաջացման համար, ճարպակալման, շաքարախտի, նյարդային հիվանդությունների, իմունիտետի խանգարումների եւ այլն։ დაავადების განვითარების, Ի վերջո, ահա թե ինչ է դա։ კრიანი დიაბეტი, ეს იქნება სხვა ნერვული დაავადება, იმუნიტეტის მოშლა და ასე შემდეგ. საბოლოო ჯამში, არა, ეს არის Սա շատ կարևոր եւ առանձնահատուկ պահ է զրույցի։ ესე იგი Ինչպես պետք է սնվենք։ როგორ უნდა ვიკვებებოდეთ Ինչպիսին պետք է լինի ամենօրյա կյանքը առողջ ապրելակերպի ձևով։ სახით და ეს Եվ այս արտադրանքը օգնում է մարդուն կարգավորել իր բակտերիալ ֆլորան։ თავისი Առաջին հերթին դա դրսևորվում է ստամոքսային տրանսֆերի կանոնավոր աշխատանքում։ regularული მოქმედებით, აი ნაწლავი Դա աղիների սովորական աշխատանքն է։ არის ყապსობა, ხო, Մենք գիտենք, որ բորբոքումը տեղի է ունենում, სამ დღეში ერთხელ տխրված աղիների համախտանիշ եւ այլն։ ხალხურად რო თქვა, ხო, ნაწლავის მოქმედება იშვიათია, რომელიც ხშირად იცვლება ხოლმე დიარეით, აშლილობით, აღარათით, მონაცვლეობით, არის გაღიზიანებული ნაწლავის სინდრომი და ასე შემდეგ. როგორც კი Այո, այս արտադրանքի հետ մարդիկ սկսում են օգտագործել այն։ ბევრი მომხმარებელი აღნიშნა. Շատ օգտատերեր նշում են, որ աթոռը դարձել է կանոնավոր եւ շատ շնորհակալ։ გარდა ამისა, ნივთიერებათა Բացի այդ, փոփոխվում է նյութերի փոխանակումը։ ორგანიზმის ფუნქციონირებისა. Դա կարևոր է նաեւ օրգանիզմի գործունեության համար։ უფრო ღრმა მომენტებზე ნახეთ, Բայց երբ մենք խոսում ենք ավելի խոր բաների մասին, գիտնականները արդեն ողջել են, որ աղիների եւ ուղեղի միջև ընդհանուր կապեր կան, օրինակ աղիների մեջ գտնվող բակտերիաների հետ։ ურად იწოდება Իրականում այն կոչվում է երկրորդ ուղեղ։ twin და Աղիքն ու ուղեղը։ არის ლაპარაკი Ինչպես է աշխատում ուղեղը։ ხიდი ესე იგი მიკრობიომი, ნაწლავი და twin. როგორც twin მოქმედებს, Հաստամոքսային երթուղին։ კუჭნაწლავის ტრაქტი მოქმედებს Հաստամոքսային երթուղին ազդում է ուղեղի վրա։ Ուստի շատ հաճախ նյարդերի եւ տարբեր խանգարումների դեպքում խանգարում է ստամոքսային երթուղին եւ հակառակը խանգարում է ստամոքսային երթուղի նյարդային տաղապահեր առաջացնում է, երբ նյարդային համակարգի առողջությունից տարբեր շեղումներ են առաջանում։ Դա կոչվում է կամուրջ, բայց հետաքրքիր է, որ այդ պահը չի ավարտվում միայն ուղեղում։ მარტო twin-ით Գիտնականները արդեն գիտեն, որ այդպիսի կամուրջներ գոյություն ունեն միկրոբիոմում, աղիքներում, սրտում։ ესე იგი ასეთი ხიდები. მიკრობიომი, ნაწლავი, გული. მიკრობიომი Աղիների միկրոբիոմը, աղիների միկրոբիոմը, աղիների միկրոբիոմը, աղիների միկրոբիոմը, աղիների միկրոբիոմը, լյարդի միկրոբիոմը եւ կան բազմաթիվ փաստեր, որոնք արդեն իսկ ապացուցված են։ Օրինակ, երբ աղիների եւ աղիների անբավարարությունը առաջանում է, ինչպես դա նպաստում է աթերոսկլերոզի զարգացմանը, որից հետո առաջանում են բարդություններ, սրտի կաթվածներ, ինսուլտներ եւ այլն։ განვითარებას, რომლის Դուք հարցնում եք, երբ տարիներ առաջ და ასე შემდეგ, ხო, როგორ ხდება სხვადასხვა თქვათ ესეთი დაავადებების განვითარება სასუნთქ სისტემაში, მათ შორის ბრონქული ასთმა, ხო, ეხლა აი როდესაც აი ასეთ რაღაცებს კითხულობ, მე უკვე აღარ გიკვირს, როდესაც წლების წინ არა Շատ դեպքեր են եղել, երբ մարդը գոհ է եղել այս արտադրանքի օգտագործմամբ, որ բրոնխալ ասթմայի ընթացքը զգալիորեն ավելի հեշտ է։ შეიძლება იყოს թիրკვლებზე, Նույնը կարող է պատահել երիկամների հետ, ինչպես մաշկի մաքրումը եւ այլն։ მაგალითად Դա շատ կարեւոր է։ Օրինակ, երբ սառը բորբոքումը տեղի է ունենում ստամոքսային անշարժության պատճառով, դա կարող է հանգեցնել դեպրեսիայի եւ կան հակառակը ապացույցներ, որ դեպրեսիան կարող է հանգեցնել բորբոքման օրգանիզմում եւ ընդհանրապես, եթե վերադառնանք ուղեղի եւ աղիների հարաբերություններին, ապացուցված չէ, որ հաճախ նույն աուտիստիկ սպեկտրի, շիզոֆրենիայի, ալցիդի հիվանդության եւ նույն դեպրեսիայի հետ կապված են։ Երբեմն իմ աղիների վիճակը վատանում է, այսինքն բակտերիաները։ ბაქტერიების ცუდი მდგომარეობა. Այսպիսով դա շատ կարևոր է եւ ինչպես տեսնում ենք, այս արտադրանքը շատ լավ օգնում է վերականգնել այդ բակտերիալ հավասարակշռությունը։ Շատ առումներով կարելի է ասել, որ ամբողջ օրգանիզմը եւ նրա տարբեր համակարգերը ավելի լավ վիճակում կլինեն։ რომ
ვილაპარაკოთ Ահա այս գեղեցիկ բաոպլյա ջրասենյակը, որը մենք այդքան երկար սպասել ենք եւ դրա մեջ կա հենց այս փոշին։ Քիլա არის Հավաքի մեջ մի բաժակ կա։ რომელსაც დიდი խանի Օրական մեկ բաժակ բավարար է կանխարգելիչ ընդունման համար։ სწორედ ეს ფხვნილი მოყვება კოვზი ერთი კოვზი დღეში სავსედით საკმარისია პროფილაქტიკური მიღებისთვის. გარდა ამისა, Բացի այդ, բարեկամներ, այստեղ կան այլ գործառույթներ, դուք գիտեք, որ սա պեկտին է։ Կա պեկտին եւ խնձորից, եւ կիտրոսից, եւ նույնիսկ կա գլյուկոմանանան կոնժակ։ աշլისგან, ისე ციტრუსებისგან, Ահա այս 2-3 բաղադրիչները, այսինքն դրանցից ընդամենը 5-ը։ Եթե դուք վերցնեք մի բեռը, ապա կան 5 մանրաթելներ տարբեր աղբյուրներից։ სხვადასხვა წყაროდან, ხუთანი Նրանցից մեկը այս առումով, եթե մենք ընդունենք գլյուկոման եւ պեկտիլ, նրանք կարող են վնասակար նյութեր դուրս բերել օրգանիզմից եւ այս արտադրանքը շատ լավ դետոքսիկան է։ და ეს პროდუქტი არის ძალიან კარგი დეზინტოქსიკატორი. დეტოქსიკაცია. Օրգանիզմում թունավորում է տեղի ունենում, ինչը շատ կարևոր է։ Շատ կարևոր է մեր շրջակա միջավայրի համար։ Երբ թունավոր դեղամիջոցները, օդը, սնունցը, հաճախ նաև խմիչքները եւ սթրեսը վնասակար նյութեր են բերում օրգանիզմին։ Մենք վնասակար նյութեր ենք ստանում ոչ միայն արտաքինից, այլև ներսից, քանի որ այդ աղիների անհավասարակշռությունը առաջացնում է այս հիվանդություններից շատերը։ იგივე ნაწლავების დისბალანსი. Այսպիսով, այս արտադրանքի դետոքսիկացիոն գործառույթը շատ կարևոր է եւ ի դեպ նույնիսկ սուր թունավորման դեպքում մենք նկատել ենք, որ մարդը զալիորեն ավելի հեշտ է զգում, այնպես չէ։ წვავე მოწამვლის დროსაც გამოგვიცდია, რომ გაცილებით სულ უხარცნობს ადამიანი, არა მარტო Միայն քրոնիկ թունավորման դեպքում։ Եվ մեկ այլ շատ լավ պահ լյարդի պաշտպանությունը։ ღვიძლის Դա նույնն է։ იგივე აი ამ Այս թունավորման շնորհիվ լյարդը բարեկամներ շատ լավ է վերականգնում ինքն իրեն եւ երբ դուք նրան օգնեք, նա պաշտպանված կլինի այդ թունավորներից։ თამებისგან იყოს დაცული, რასაც Ինչ պետք է անի ինքնուրույն։ ხდება Արդյոք դա լավ գործընթաց է։ კარგი პროცესი. Մենք անձամբ տեսել ենք նման դեպքեր եւ նկատում ենք կտրուկ բարելավում։ შემთხვევები Այն նաև դրեյնային գործառույթ ունի հիվանդության դեպքում եւ այդ տեսանկյունից շատ հետաքրքիր է։ ამ თვალსაზრისითაც ეს არის ძალიან საინტერესო. შეიცავს რა შტოშს და აქ არის მეგობრებო სინერგიული მომენტი არა Ի դեպ, այս արտադրանքը օգտակար է ոչ միայն արյան երիկամների համար, այլև այն պարունակում է ցիստիտներ եւ նման դեպքեր եւ մենք տեսել ենք շատ դեպքեր։ მოქმედება Եթե վերադառնանք թունավորումին, ես հիշում եմ, օրինակ, Չեռնոբիլյան ողբերգության ժամանակ տուժած տեղական երեխաների վրա գիտական ուսումնասիրություն կատարվել է, այնուհետև Պեկինում, թե ինչպես են ծանր մետաղների աղերը լավ աշխատում վնասակար նյութերից ազատվելու համար։ ტრაგედიის დროს Եվ նույնիսկ արտահանում է ռադիոնուկլիդներ։ მეცნიერულად შეისწავლეს მე პექტინები რა კარგად მოქმედებს აი იმის მავნე ნივთიერებებისგან გათავისუფლების საქმეში თვითონ ძიმე მეტალების მარილები და რადიონუკლიდების კი გამოაქვს ორგანიზმში. Եվ դա շատ կարևոր է։ ესეც არის ძალიან Բացի այդ, այս արտադրանքը պարունակում է գլյուկոմանան կոնժակ։ ამ პროდუქტში შედის რა Այն մրցակցում է ջրի հետ, կտրուկ մեծանում է ծավալով եւ ստամոքսում առաջանում է բավարարվածության զգացում։ մոցულობაში Այս մի պահը։ կուչի იწვევს Երկրորդ բանն այն է, որ օրգանիզմը պարունակում է անհրաժեշտ նյութեր, որոնք կարող են թեր լինել։ Մյուս բանն այն է, որ աղիքային բակտերիաների հավասարակշռությունը աստիճանաբար փոփոխվում է։ ნაწლავების Դեղերի փոխանակումը աստիճանաբար բարելավվում է։ თანდათან უმჯობესდება რა ნივთი Այս ամենը հանգեցնում է այն բանի, որ մարդու սովը բարելավվում է, մարդը ազատվում է այդպիսի անտեղակությունից, այնպես չէ։ მაცხოვრობისგან ხო აი Դա կապված է ավելորդ սովի հետ, իսկ ավելի լավ նյութափոխանակություն թույլ է տալիս ճշգրտել քաշը։ იძლევა რომ წონა Բնականաբար միայն այս արտադրանքը բավարար չէ, եթե մենք չպահպանենք այն, եթե չպահպանենք առողջ կյանքի անհրաժեշտ պահերը։ ესე იგი თან არ მივადევნეთ აუცილებელი მომენტები ჯანსაღი ცხოვრებისა. რა მინდა ვთქვა Տեսեք, թե ինչ եմ ուզում ասել վերջում, եթե մարդը կարծում է, որ նա հիվանդ է, մենք խորհուրդ ենք տալիս նրան գնալ բժշկի մոտ եւ կատարել ցանկացած նշանցագություն, որ բժիշկը տալիս է։ რასაც ექიმი დაუნიშნავს. Դա դեղամիջոց չէ։ სამკურნალო საშუალება. ეს არის კარგი გამაჯანსაღებელი საშუალება, რომელმაც დადო უკვე თავისი შედეგები 15 წლის განმავლობაში. და თუ ადამიანს უნდა რომ იცხოვროს ჯანმრთელად, დღეგრძელად, აუცილებელია რომ აი ესეთი საშუალებები იხმაროს და ერთ-ერთი პირველი უნებრივია ჩვენი რჩევით ეს უნდა იყოს. მაგრამ ახალი ვარიანტი რითი გამოირჩევა იმ ფორმულისა, რომელმაც ასეთი სახელი
მოიპოვა. ერთი Առաջին հերթին ավելացվեց եւս մեկ մանրաթել, այսինքն կաթվածային կոճակը։ ეს არის აკაციის ბოჭკო. Գիտեք, երբ այդ պրեբիոտիկները հայտնվում են աղիների մեջ, դա պրեբիոտիկ է։ პრებიოტიკები Այսպես է կարգավորվում աղիների հավասարակշռությունը։ ნაწლავების ბალანსის მოწესრიგება. Որպեսզի այս գործընթացը ավելի խնայող լինի, անհրաժեշտ է նախաբիոտիկներ ընդունել։ ფრუქტოოლიგოსაქარიდები, პექტინები და ასე შემდეგ არის ასევე საკვები ჩვენი იმისი რა ქვია ნაწლავების ბაქტერიების. ამან შეიძლება გამოიწვიოს შებერილობა და ასე შემდეგ. აკაციის დამატებით რა ეს ზრუნავს ეს პროცესი იმაზე რომ გახდეს უფრო ნაზი. აი პრებიოტიკების მიღება ამდენი ბოჭკოს მიღება Կաթվածանյութի սպառումը դառնում է ավելի հարմարավետ օրգանիզմի համար, ինչպես նաև ավելի հարուստ սննդանյութերով։ ორი მომენტი სრულდება. Այստեղ 2 կամ 2 պահ է կատարվում եւ դա շատ լավ է։ ვიტამინი რო შედის აცეროლატი, Այն նույն վիտամինն է, որը բաղկացած է ասերոլից, վիտամին B-ից եւ վիտամին B2-ից։ ეს კიდევ არეგულირებს აი ამ Ոչ այն կարգավորում է այս գործընթացները, որոնք կոչվում են հանքային փոխանակում եւ այդ հանքերի փոխանակումը։ კომბინაცია ბაობაბი Բաբոբա, ասերոլա եւ սթոնի համադրությունը թույլ է տալիս հավասարակշռել այս գործընթացը եւ բնական վիտամինների եւ միկրոէլեմենտների աշխատանքը դարձնել այնպիսին, ինչպիսին այն իրականում է։ ლა, ესე იგი საათივით აწყობილ ორგანიზმს სჭირდება. და მეორე ძალიან მნიშვნელოვანი Կարևոր լրացումն այն է, որ այս արտադրանքը պարունակում է ոչ միայն պրոբիոտիկներ, այլև պրոբիոտիկներ, բայց պրոբիոտիկներում պրոբիոտիկները դիտարկվում են որպես կենդանի օգտակար բակտերիաներ։ სასარგებლო ბაქტერიები. Կարճ ասած, դա ունի իր դրական կողմերը ընդհանուր առմամբ, բայց ունի նաև իր հարցական նշանները, քանի որ առաջին հերթին, եթե այս կենդանի օրգանիզմները պետք է պահպանվեն սննդամթերքում, այն պետք է ունենա իր ռեժիմը, այդ թվում ջերմաստիճանը եւ այլն։ მეორეც არის კითხვის ნიშანი. Երկրորդ կան կասկածելի նշաններ, որ դա կարող է որոշակի դիմացկունություն առաջացնել հիշողության հետ կապված որոշ հակաբիոտիկների նկատմամբ եւ այլն։ შემდეგ Հնարավոր է անհամատեղելիություն։ შემდგომაც წინ წავიდა ამ ხელას. Ահա թե ինչու է գիտությունը առաջընթաց կատարել այս ոլորտում եւ մենք արդեն ունենք նոր սերնդի պրոբիոտիկներ եւ մենք ուրախ ենք տեղեկացնել, որ այս արտադրանքը պարունակում է հենց այդ պրոբիոտիկները։ ტინდალი Սա կայունացված պրոբիոտիկներ են։ რომლები კიდე სხვა სახელი Այլ կերպ ասած, tidalized պրոբիոտիկները, որոնք ունեն այլ անվանումներ, որոնք, ինչպես գիտեք, ջերմաստիճանի առումով նախապես մշակված նախկին կենդանի պրոբիոտիկներ են, որոնք տալիս են նույն առավելությունները, որոնք պրոբիոտիկները պետք է ունենան։ რომელსაც მოაქვს იგივე ესეთი იგივე სიკეთეები, რაც პრობიოტიკებმა უნდა მოიტანოს, სამაგიეროდ Փոխարենը ոչ մի հարց չկա կենդանի պրոբիոտիկների մասին։ აქვს Այս բանաձևում մենք ունենք ինչպես հզոր պրոբիոտիկներ, այնպես էլ կայունացված պրոբիոտիկներ, ինչը պետք է զգալիորեն արագացնի աղիների կարգավորման վերականգնման արդյունքները, որոնք այս բանաձևը տվել էր նախկինում։ ის შედეგები, რომელიც ადრე ამ ფორმულას მოქონდა ნაწლავების რეგულაციის აღდგენის თვალსაზრისით. ამიტომ როდესაც Այսպիսով, երբ մենք խոսում ենք առողջ սննդի մասին, մեր ամենօրյա սննդակարգում պետք է լինի շատ տուփ, մենք պետք է բանջարեղեն, կանաչ բանջարեղեն, մրգեր եւ այլ սննդամթերք ուտենք, որտեղ շատ տուփ կա։ Ոչ, այս սննդամթերքի օգնությամբ այն ավելի լավ է դառնում եւ կան մեխանիզմներ, որոնք կտրուկ բարելավում են մեր առողջությունը, որպեսզի գլյուկոզան մեր ամենօրյա սննդակարգում ավելի դանդաղ ընկալվի։ შეიწოვოს գլուկոզա Ընդ որում, խոլեստերինի մակարդակը չպետք է լինի բարձր, իսկ լիպիդային փոխանակումը պետք է հավասարակշռված լինի եւ բոլոր տեսակի հավասարակշռությունը պետք է վերականգնվի։ Այսպիսով դուք տեսնում եք, թե ինչպես է տեղի ունենում այս գործընթացը։ Հավասարակշռություն, ներքին եւ արտաքին ներդաշնակություն վերականգնել, հավասարակշռություն, ներքին եւ արտաքին ներդաշնակություն վերականգնել։ Երբ ներսում առողջություն, էներգիա է ծնվում եւ մենք ունենք առողջ մարմինը առողջ տարբեր համակարգերով եւ մենք շատ ուրախ ենք, որ մենք ունենք այսպիսի արտադրանք շուկայում եւ մենք ուրախ ենք, որ շատ մարդիկ շատ օգուտներ կստանան դրանից։